Բարի այսօր սերներ, Փառքուն Աստծո, որ Աստված շաբաթ միևս մեզի կյանք տվավ եւ հավաքվեցանք իրեն խոսք սերդելու, աղոթենք սկսելեն առաջ, երկնավոր Հայր, շնորհակալ ենք Տեր, որ այսօր մեզի կյանք տվիր, արթնացուցիր, ոտքի հանեցիր, շնորհակալ ենք Հայր բոլոր բարիքներիդ համար մինչեւ հիմա արածես, շնորհակալ ենք նաեւ քո խոստումներիդ համար, որ խոստացար մեզի Սուրբ Հոգին տալ, եւ հիմա կխնդրենք, որ Սուրբ Հոգիով մեզի առաջնորդես, որովհետեւ քո խոսքը կայնանք ոչ միայն գարտանք, ոչ միայն սերդենք, այլև գադարողը լանք Տերիմ։ Խնդրեմ, որ մեզի կործածես քո խոսքդ ավելի լավ հասկանալու համար կործածես այդ պատճառով։ Հիսուսի անունով կխնդրեմ, անոր թափածարան արժանիքով, ամեն։ Մենք շարունակենք սերդելու Հեսուի գիրքը, հասած ենք 10-րդ դասը, եւ այսօրվա վերնակին է իրական Հեսուն կամ իսկական Հեսուն։ Ով է իսկական Հեսուն։ Կարդալու համար մեր Սորվերիկ տեղներ առաջին Կորինթացիս 10-րդ գլուխ 11-րդ համար։ Բայց այս բոլոր բաները իբր օրինակ կբադահի անոնց, իսկ մեզի համար, որ թարելու վերջը հասալ խրադը ըլլալու համար տրվեցան։ Այո, շնորհակալ եմ։ Այս ամենը օրինակ էին, Հեսուն ալ օրինակ էր մեզի համար, մեզի խրադ ըլլալու համար անոնք եղան։ Հեսուին գիրք երբ որ գարտանք, զգացողություն կունենանք, որ գարտես թե Հեսուն միայն այդ գիրքի մեջը չէ, որ Աստված միայն այդ պատմությունը դրած է, գարտես թե այդ պատմությունը ուրիշ պատմության ըստրերը պիտի ալա։ Ինչպես որ շատ ուրիշ բաներ գիտենք, ինչպես որ օրինակի համար, երբ որ Քանան ու երկիրը գսենք, մենք կհասկանանք նաև հավատացյալին համար երկինքի թագավորությունը։ Օրինակի համար Քրիստոս կսե քալիք բարիքներուն քահանայապետը եկավ անցնելով ավելի մեծ կադարյալ եւ անցերագերտ խորանով, այսինքն ոչ այս աշխարհի արածներու գոմեն պատրաստված Եբրայեցի մեջ կսե։ Այսինքն Քրիստոս եկավ աստեղեն անցավ, բայց ուրիշ խորանի մեջ ալ գարձես թե գնաց։ Հարց կձակի թե ինչպես Հեսուն կմատնաշե աբակա իրականությունը։ Ուրեմն այս շաբաթ քիչ մանովրա պիտի անդրադառնանք։ Երբ որ գարտանք Կորինթացիներու մեր առաջ 10-րդ գլուխ 1-ին 10 համարները, Εμուզեր ոչ իցոնի վես լակ եղբայրներ, որ մեր հայրերը բոլոնալ անգիտատ էին ամեն անձորեն անցան։ Ամենան մոտեցումը գրգվեցան ամբին ուրի մեջ, և ամենան նույն հոգևոր գերագուրը գերան, ամենան նույն հոգևոր կմելիկը խմեցին վասնձի խմեին այն հոգևոր դեմեն, որ անոնց էր կերտար ու այն դեմը Քրիստոս էր, բայց անոնց մեջ շատերուն չավնեցավ ատված, ալոր համար անամադին մեջ Տրված ինգան, ու այն բաները մեզի օրինակ եղավ, որպեսի չար բաներով չցանկանք, ինչպես անոնք ցանկացին, ոչալ գրավաշ լանք, ինչպես անոնց մեր ոմանք եղան, ինչպես գրված է ժողովուրդը նստավ ուտելու եւ խմելու ելավ բախալու, օրնողություն չնենք, ինչպես անոնց մեր ոմանք բորնգեցան ու մեկ օրվա մեջ 24,000 հոգի ինգան, Քրիստոս չփորձեն, ինչպես անոնց մեր ոմանք փորձեցին օծի հայտվելով մերան, եւ միդն դրնչեք ինչպես անոնց մեր ոմանք ընդդչեցին ու սատագեկ չեն չակվեցան, բայց այս բոլոր բաները իբրև օրինակ կբաղանջեին անոնց, իսկ մեզի քանի որ տարերուն վերջը հասավ խրադը լավու համար գրվեցավ, ուստյան որ գսեբե կհաստատուն գեցեց հետո ուսկուշանա որ չլա տեինա, ձեզի մարդկային փորձենե զատ ուրիշ բան չէ բայց Աստված հավատարիմ է, որ ձեզ պիտի չթողու, որ ձեր կարողותեն ավելի փորձելի, ապա փորձության հետ ազատության միջոցն ալի դա որպեսի կարող լական բերել։ Այո, շնորհակալ եմ։ Կտեսնանք, որ հոս ամենը նախագերբարներ կան։ Գերբարը եւ նախագերբարը իրար հետ կսե։ Անոնք եւ մենք։ Մեզի միշտ կհամեմատե աս օրինակներուն հետ, որ մեզի Աստված տված է։ Օրինակներ տվավ Աստված մեզի համար։ Հունարեն բառը typos կսվի, tip, գսենք երբեմն մենք, tip մնե, այսինքն նախագերբար մնե, ուրեմն Հեսունը նախագերբար մնե,
իրեն քաչճունով, իրեն ռազներով ինչ որ հրավ եւ ասիկա նախագերբարը գբատկերը Հիսուսը եւ նաեւ ուրիշ իրողություն է նախագերբարը համապատասխան է գերբարին որպես կաղաբար գսե որը գարդացել է սկզբնական ցևը նույնիսկ եթե վերջինս գերբարը ավելի լիարժեք է գադարե նախագերբարի նպատակը այսինքն նախագերբարը գա եւ վերջ իրական գերբարը երբ որ գուքա ավելի գադարյալ ցևով կներկայացնե ինչ որ նախագերբարը կուզեր ցցնել օրինակ համար Դավիթը եթե վերցնենք Դավիթը Սաղմոս 22:1-ին մեջ է գսե որ Աստված եմ ինչու զիս թողուցիր եւ վերջը ուրիշտեղ Դավիթին համար գսե որ Եսային մեջը նոր Դավիթը գսե որ մեզի մանուկ մը ծրվեցավ մեզի որդի մը ծնա մեզի մանուկ մը դրվեցավ որոն ուսերում վրա արդարությունը պիտի հանգչի ասիկա ատնախագերբարին հաջորդն է եւ վերջական գերբարը իրական Դավիթը կրնանք ասել Հիսուսի վրա գսե վիճակ անոր երբ որ խաչին վրան էր անոր հակուսեն վրա վիճակ ցկեցին որբեսի մարգարեությունը գադարվի ուրեմն տեսանք որ Դավիթի որդին Դավիթի երանքեն ելած թագավորական սերունդ Դավիթի աթոռի վրա նստող ասիկա ոչ միայն փուն իրական Դավիթն էր այլև Հիսուսը Դավիթ նախագերբարն էր Հիսուս եղավ փուն գերբարը Դիտարկելով այսոնք մենք կբարձենք որ 5 դագարանը ինքը գուտա սուրբ քրություններու նախագերբարներու բացահայտման եւ գիրառման բանալին այսինքն նոր գդագարանի քրողները որոնք սուրբ գիրքը հին անոց սուրբ գիրքը 5 դագարանն էր նոր գդագարան չի գար նոր Հիսուսի ժամանակ Սուրբ հոգի ներշնչված կգիրառեին 5 դագարանի նախագերբարները որովհետեւ բացահայտեն ներգա ճշմարտությունը հինը հասկանալով նորը գնաս լավ հասկանալ 5 դագարանը երբ որ կգարթաս եւ կհասկանաս նորը ավելի լավ կհասկանաս առանց 5 դագարանը հասկանալու նորը լման չես կնար հասկանալ ասի է փունփանը նախագերբար եւ գերբար Աս նախագերբարը կսենք բացահայտե նաև 3 տարբեր փուլերի մեջ Քրիստոսի կյանքին մեջ քրիստոնեական իրականացում գսվի ասիգա որպես աստվածապանական տերմին եկեղեցու փորձառության մեջ եկեղեցապանական իրականացում եւ ժամանակի վերջում այսինքն վաղճանապանական իրականացում հիմա ասոնք հետաքրքիր են քանի որ նույն բանը գնաց հասկանալ Քրիստոսի մեջ, եկեղեցին մեջ եւ վերջը դարերու վերջը, վերջին ժամանակներու մեջ ինչ պիտի լա Օրինակի համար Իսրայելը եթե առնենք Հիսուսի համար գսվի որ Քրիստոսի գերբար Իսրայելի մեջ Եգիպտոսեն գանչեցին որդիս ինչպես որ Փուն Իսրայել ժողովուրդը Եգիպտոսեն դուրս ելավ Եկեղեցապանության մեջ այդ փուլին մեջը ողորմություն եւ կանոնին համաձայն անոր համեմատ խաղաղություն եւ ողորմություն կբերե վաղճապանության մեջ 12000 գսե ամեն ցեղերը անունները ամբողջ Իսրայելի ժողովրդին համար անոնց անունները գուտա ամեն ցեղերուն անունները 12000 այս ցեղեն 12000 մյուս ցեղեն դուք կնաք ցեզի համար գարտալ ասիկա հայտնություն 7-րդ գլուխ 4-8 համարներն են չեմ ուզեր ժամանակը գար ջեսելով չեմ ուզեր շատ մեջը մտնալ կտեսնանք որ Իսրայելի համար Աստված վաղճանապանության մեջ դալ անիգա որ անոնք փրկվեցան հիմա ելիցի մեջ կամ ելքի երբ որ մենք մեր ժամանակի շրջանի մեջն է լավ է գարտամ Մատթեոս դերերը շատ են Եթե գուզեք ավելի խորը մանրամասն հերացայնեցեք միասին գնանք ավելի խորը եւ մանրամասն զննել
Եվ Հերովտես մեռավ դերոջ չերշտակ Եգիպտոսի մեջ Հովսեփի եւ ցավսավ ելիր արմանուկ անոր մայր եւ գնա Իսրայելի երկիրը քանզի մեռան անոնք որ մանուկին կյանքը կփնտրեին անալ ելա մանուկ անոր մայր առավ եւ դարձավ Իսրայելի երկիրը այսքան Հիսուս Եգիպտոսը ետ դարձավ ասի ելիցներ նորից ելիցը Եղեցապանականին մեջ երկրորդ Կորինթացիս 6 6:17-ին մեջը գսե Ասոր համար ելեք անոնց մեջ են ու զադվեցեք գսե դերը բիղս բանի մի տպճիկ Մեղքեն դուրս ելիր ասիգա մեղքը նշանակե եւ իրական Եգիպտոսի երկիր մեջի բղծությունները եւ նաեւ մեղավոր բղծությունները դուրս ելիր մեջ են գսե Վերջավորության համար վաղճապանության մեջ քիչ առաջ քարոզին մեջը գարտացին լսեցինք հայտնության մեջ ճիշտ 18:4-ին մեջ գսե որ ու երկիկեն ուրիշցան մսեցի որ գսել ելիր ադոր մեջ են իմ ժողովուրդս որպեսի ադոր մեղքերուն հաղորդակից չլակ ու ադոր հարվածներեն բաժին չառնեք Աստված մեզի գուզե որ մենք դուրս ելնենք մեղքեն դուրս ելնենք մեղքի դեղեն իսկ սրբության սրբարանին առումով սրբարանին եթե նայենք կապակցությունը նախագերբարներում նախագերբարը չէ որ հիմա նախագերբարը գսերդենք սրբարան նախագերբարը քրիստոնեական փուլին մեջը Հովաննու 1:14-ը Քանը մարմին եղավ ու մեր մեջ բնակեց եւ անոր փառքը տեսանք հորմեն միասնի փառքին բես շնորհքով ճշմարտությունով լեցուն ասի ու որ համար գխոսի Գիտենք որ ասի Հիսուսի մասին գխոսի քանը մարմին եղավ այսինքն Աստծո էությունը մարմին եղավ մենք ինչ ենք մեր մարմինները ինչ են հիմա սրբարանին համար է ասում մեր խոսածը ուրիշ տեղ մգսե որ դուք եք Աստծո դաջարը Վերջը գսե ինչ հարմարությունն է Աստծո դաջարը ասենք սատանայի հետ ուրեմն անոնց հետ պիտի բնագի Հիսուս մեզի հետ պիտի բնագի մենք որպես Աստծո սրբարան ասի եղեցապանական փուլին մեջ եւ վաղճանապահության մեջ դրանք հայտնություն 3:12 նորեն երթանք հայտնություն Ան որ գահախտե զանիգա իմ աստուս տաճարին մեջ սույն մը բիդինեմ եւ աթուս պիչել է անոր վրա իմ աստուս անունը բիդի քրեմ իմ աստուս քաղաքին անուն այսքան նոր Երուսաղեմին որ ինքեն իմ աստուս մեզ գիշտե իմ նոր անունս այսքան մենք աստծո տաճարն ենք եւ վերջավորությունը 21-22-ին մեջը հայտնություն 21-22 Անոր մեջ տաճար չի տեսավանզի դեր Աստված ամենագան ու քարնուկ անոր տաճարն են ասյալ վաղճանապահության մեջ Քանի որ Սուրբ Գիրք ունի մեկ Աստվածային հեղինակ Սուրբ Գիրքի դարբեր մասերը համահունչ են միասին իրար հետ շատ համահունչ են Աստվածարուչի բոլոր վարդապետությունը պետք է համապատասխանեն միմյանց առանցին հատվածներում մեկնաբանությունը պետք է ներդաշնակեն այն ամբողջությանը թե ինչ կուսուցանե Սուրբ Գիրքը դվյալ թեմայի վերաբերյալ Ուրեմն մենք տեսանք որ Սուրբ Գիրքին սկիզբից մինչև վերջը գնաց իրարու հետ կապել քանի որ գաղաբարը եւ նախագերբարը իրարու հետ կմիանան Ժամանակը մենք շատ լավ չէինք գնալ հաստալ գնալա որ միայն քանի որ միայն գաղաբարը գար երբ որ նախագերբարը եկավ գաղաբարին համացայնեցան հիմա լրիվ բատկերը մի անգամ են գնանք տեսնալ Ուրեմն Հեսուն որպես նախագերբար որում Հիսուս Քրիստոսի նախագերբար որպես
Բայց ատկի առաջ պետք է նայենք, որ ինչպես որ Մովսեսը հասնարարություն առավ Աստուծմե, Տիրոջը հետ անձնական հանդիպման ժամանակ Հեսունալ Աստծո հետ հասնարարություն առավ, ինչպես որ Մովսես Իսրայելի համբավը ամբողջ ազգերու մեջ վախ տարածեց, նույն ցևովալ երբ որ Գարմիզովը ջեղկեցին, ամեն ժողովուրդները վախցան, գիտան որ զորավոր Աստված մոնին այս ժողովուրդը որ գուկա։ Հեսունա նույնպես կառաջնորդը Իսրայել այսքան հորթանալի ճուրերը իրար մեկը բաժնվին։ Կտեսնանք որ Հեսուն եւ Մովսես քրեթե նույն բաները գնեն իրարու նման։ Քանի որ Հեսուն Մովսեսին դեղը եղավ։ Երկու առաջնորդները գիշեցեն թլփադության անհրաժեշտությունը երկին ադենալ, մեկը Մովսեսին ադա սորվեցանք ասկի առաջ, երբ որ իրեն Մովսեսին դղան թլփադված չէ, գինը առավ եւ թլփադեց, որբեսի Մովսեսը չի մեռնի եւ Երիքովը քրավել են առաջ Հեսուն բոլոր Իսրայելի ժողովուրդը թլփադեց, որբեսի գայնան քրավել։ Ու Զադիգը միասին դոնեցին, մանանային առաջին անգամ գդրվի Մովսեսին ժամանակ եւ գվերջանա Հեսուին ժամանակ մանանան։ Մովսեսը հրանք կուտա երկրի բաժանման եւ Աբաստանի քաղաքներու հիմնադրման վերաբերյալ Հեսուն կգադարի այդ հրահանգները եւ երկուսն ալ հրաժեշտի խոսք կհղեն իրենց ասկեն գնորոքեն իրենց ուխտը ժողովրդի համար իրենց ծառայության ավարտին։ Կտեսնանք որ երկուքը Հեսուն եւ Մովսես իրար հետ նույն բաները գնեն։ Ուրեմն վերջնական իմաստով մարգարեությունը կգնա իրականացվել միայն Մեսիայի կողմեն։ Հեսուի կյանքը Մովսեսի կողմեն ըրված եղած մարգարեության մասնակի գադարումներ, սակայն Մովսեսի կողմեն ըրված մարգարեությունը չիրականացավ իր վերջնական իմաստով մարգարեությունը կգնար միայն իրականացվել Մեսիայի կողմեն։ Քանի որ միայն Մեսիան Հիսուս է որ մոդիգեն կճաշտար հորը, Ան ճշմարիտ է եւ ճշմարտացիորեն կհայտներ Աստծո էությունը։ Աստված իսկապես իր խոսքերը թրավ Հիսուսի փերային մեջ, Հովաննու 14:24։ Այդպիսով եւ Մովսես եւ Հեսուի կյանքը կդառնան քալիք Մեսիայի Հիսուսի նախագերբարը։ Բավական խորն է աս նյութը, թյուրուն չէ գարշ ժամանակի մեջ ընել, բայց կչանանք ձեզ ներկայացնել։ Իսկական Հեսուն նախագերբար պատերազմների նպատակն էր իսրայելցիները բնակեցնել խոստացված երկրի մեջ։ Ադի համար է պատերազմ եղավ, ուր որ նրանք կրնային խաղաղությամբ վայելել իրենց տրված ժառանգություն եւ ստեղծել Աստծո օրենքի սկզբների վրա հիմնված նոր հասարակություն։ Հետագայ 5 դագարանի քրողները ինչպես օրինակ Եսային կներկայացնեն Մեսիայի աշխատանքը, որը կներառեն նաեւ ավերված ժառանգությունները։ Անիկա աշխարհային ժամանակավոր ժառանգություն մներ, բայց Հիսուսի փերելիքը հավիտենական ժառանգություն է։ Եբրայեցիներու բավական երկայն է, 3-րդ գլուխ 7-ին մինչև 4-11-ը։ Գնայինք, որ ինչպես նոր գդարան կհաստատե, որ Հեսուն կամ նոր Մովսեսը եւ Հիսուս Քրիստոսի նախագերբարն են։ Գնանք հականի համարներ, փանալի համարները գարտալ։ Գարտաս։ Եբրայեցիս 3:7-4 Ամիներություն Եբրայեցիս 3:7-ին մինչև 4:11-ը։ Ուստի ինչպես սկսել Սուրբ Օքին այսօր եթե անոցանը դիտել եք, ձեր սրտերը մի խստացնեք, բարգացնելու ադեմին բեսանապատի մեջ փորձության օրը։ Ուսեր հայրերը զիս փորձեցին, գնեցին զիս, դեպետ 40 տարի իմ փորձերը ստեսան, անդորամար զզվեցան ասկեն ուսի, միշտ մոլորեցան իրենց սրտով եւ իմ ճամփաները ճանցանանոց։ Ուստի երթում էր իմ բաղությանս մեջ, թե իմ հանկիստս պիտի չմտնեն։ Ուրեմն չանանք այն հանկիստը մտնել, որ չլատ է մեկը նույն անհավատության մեջ ինը։
Բավական երկայն է մինչև 11-րդը կարդալ, բայց հոսքը համեմատ է, Իսրայելը համեմատ է հինը եւ նորը, Եգիպտոսեն ելած ժամանակ, ասե ոմանք լսեցին ու փարգացուցին, բայց ոչ ամենքը, որ Եգիպտոսեն ելած էին Մովսի ցերկով, որոնց մեզ զզվեցավ այն 40 տարին, չէ որ մեղանչողներ են, որոնց ոսկորներն անաբադի մեջ ինգան։ Հիմա հոս 40 տարի հեսուն բդդեցավ անաբադին մեջը։ Երբ որ գուքանք Հիսուսի դեսանք, որ Հիսուս 40 օր նորեն անաբադին մեջը բդդեցավ։ Որպես իրեն ծառայությունը ընե։ Հորթանան կետի վրա Հիսուս մգրդվեցավ, ուր որ Հիսուսը Աստվածը ասավ ասի այն որդիս, անոնքալ ամենը հորթանան կետեն անցան եւ գարմիր ծովին մեջ են անցան։ Ուրեմն իր մգրության միջով Հիսուս կներկայացվի որպես աստվածային բادرազմող, ով նվիրյալ հնազանդ կյանքի միջոցով նույնիսկ մինչև մա գվարը Եհովայի բادرազմերը չար ուժերութեմ։ Հեսուն մղեց պայքար բادرազմ անհավատ ասկերութեմ, որբեսի երգիրը ժառանգեն, հոս Հիսուս սատանայի թեմ, փուն սատանայի թեմ գմղա իր բادرազմ, որբեսի մենք երկնային թագավորությունը ժառանգենք։ Նանոր կյանքը եւ ու մահը խաչի վրա ապահովեցին սատանայի բարդությունը։ Մեր հոգեվոր ճշտամիի թեմ հաղթանակը բերին հոգեվոր հանգստություն իր ժողովրդին եւ ապետանական ժառանգություն շնորհեցին փրկակրվածներուն։ Ինչ կշագե հանգստանալ, այսինքն ինչպես կրնանք վստահ լավ որ Հիսուսը մեր փոխարեն հաղթած է սատանային։ Երբ որ մենք հոգեվոր կյանքը գաբրինք, կտեսնանք որ ամեն օր ինքը մեզի այդ հաղթությունը կուտա։ Հեսուն եւ մենք, հիմա մենք մեզի հասնենք, որպես նախագերբար հեսուն կմատնաշե Հիսուս Քրիստոսի ծառայությունն այն կողմ թեպի գադարումը եկեղեցի Քրիստոսի մարմնին կյանքին մեջ։ Ինչ իմաստով Հեսուի օրոք Իսրայելի մղած պատերազմները կնախանշեն եկեղեցի հոգևոր պայքարները։ Մենք հիմա պայքարի մեջ ենք ամեն օր, բայց ոչ տեսանելի պայքար։ Ինչով ասոնք կփնորոշվին։ Կարդամ ցեզի Կորցկարակելոց 20-22 որ գսե եւ հիմա ահա ես հոգիով գաբված Երուսաղեմ գերտայմի հոն ինձի ինչ պիտի բադայի չեմ գիտեր միայն թե Սուրբ Հոգին ամեն քաղաքին ինձի գվագե թե գաբեր նեղություն ինձի կսպասեն բայց ես բանի մամա հոգ չեմ մներ մանցս բավական չեմ սեբեր միայն թե իմ ընթացքը սուրախությամբ կադեմ ամբաշտոնը զորդեր Հիսուսի արի Աստծո շնորհքներով ավետային վգա ալալու այսինքն մենք կորս մունին կնելիք եւ այդ կորձը մինչեւ վերջը նույնիսկ նեղություններու մեջ պետք է գարնանք անել Եվ ուրեմն Հեսուի տիպ լալուն տիպապանության կամ գերբարը գաղաբարը լալու վեշտագայմ ամբողջական իրականացումը տեղ ունի Հիսուս Քրիստոսի երկրորդ քալուստով այսինքն վախճանապանության մեջ Հեսուի կյանքը ավելի շատ կարտացել է Աստծո բնավորությունը եւ անոր կյանքի որոշ թրվակներ ստացան մարգարեական բնույթ նախանշելով Մեսիայի կորզնյութի եւ անձը Մեզի համար այսօր Մեսիան արդեն եկած է, Հիսուս արդեն եկած է, անոր ծառայություն նախապատկերման գարիք չունի, սակայն մենք թերևս ունենք արտոնություն արտացոլել անոր բնավորությունը, այն փառքը, որ Քրիստոս կփափակի գիսել իր աշակերտներուն հետ, կորձը մեր վրան է։ Եվ որ գտարնա մերը խորհրդածելով Քրիստոսի բնավորության մասին, որքան շատ կխորինք Հիսուսի մասին, այնքան ավելի գարտացոլենք անոր բնավորությունը։ Անոր բնավորության քեղեցկությունը որչափ շատ կլեսանք թե Հիսուս որչափ սեր է մեզի հանդեպ աչափ մեր մեջ սեր կփխի ուրիշին հանդեպ սա այնքան հիմնարար է այն հարցի համար թե ուր պետք է դանի մեզի Քրիստոսի հետ մեր ամեն օրյա առօրյա քայլը աթե ինչու խոսքի հետ ամենաշփումը այնքան կարևոր է աթե ինչու մենք պետք է նաև ժամանակ հատկացնենք Հիսուսի կյանքի բնավորության եւ ուսմունքի շուրջ խորհրդատվություն անելու այո տեսնելով Հիսուսին տեսնելով մենք կերբարանափոխվենք։ Ուրեմն Հեսուն նախագերբարը հարցուց իսրայելցիներուն միջև երբ թույլ պիտի ալակ
եւ իջերտակ ժառանգելու այն երկիրը, որ ձեր հայրերուն Տեր Աստվածը տված է ցեզի։ Եվ հիմա այսօր հարցը մեզ է մինչև երբ մենք քաղճ պիտի լանք եւ իջերտանք Հիսուսի հետևե ժառանգելու երկնային թագավորությունը։ Հիսուս այսօր քեզ եւ ինձ կգան չէ, որ իրեն հետևինք։ Սիրեներ, մենք չենք կնար մեջտեղը գենալ։ Մենք պետք է որոշում առնենք եւ Հիսուսի հետևել առանց վախնալու, քանի որ Տերը խոստացած է մեզի հետ լալ մինչև վերջ։ Վերջավորության համար պիտի գարտամ Քրիստոսի առաքելությունը չհասկացվեցավ անոր ժամանակի մարդկանց կողմեն։ Իր ժամանակի կողմեն չհասկացավ մարդկային ավանդությունները, որ մենք ալիմա ունենք, պատվերները, կանոնները անոնց մեկը թաքցնեին այն թասերը, որոնք Աստված նպատակ ուներ փոխանցել։ Այս պատվերներ եւ ավանդությունները խոչընդոտ կդառնային ճշմարիտ կրոնքի ըմբռնման եւ գիրառման համար։ Եվ երբ իրականությունը իթեմս Քրիստոսի եկավ, անոնք չջանցան անոր մեջ նախագերբարներու, ըստվերներու վերջնական իրականացումը։ Անոնք մերժեցին նախագերբարը եւ գարշեցին իրենց գերբարներեն եւ անօգուտ ծեսերեն։ Աստծո որդին եկած էր, իսկ անոնք կշարունակեն նշան խնդրել։ Ապաշխարեցեք, որովհետեւ երկիդ արքայություն մոտեցել է, լուրին անոնք արձագանքեցին, ասելով, պահանջելով Քրիստոսի հրաշքներ պահանջելով։ Քրիստոսի ավետարանը քայթաղություն էր անոնց համար, որտեղ անոնք փրկչի փոխարեն նշաններ կպահանջեին։ Անոնք կանգնեն, որ Մեսիան կապացուցե իր բնդումները հզոր նվաճողական կորձերով, զինվորական ցևով։ Կհաստատե իր կայսրությունը երկրի վրա, թագավորներուն ավերակներու վրա, այս թագավորական ավերակներու վրա։ Այս ակնկալիքին Քրիստոսը պատասխանեց սերմնացանի առագով։ Աստծո արքայությունը պետք է հաղթանակեր ոչ թե զենքի ուժով, ոչ թե բռնի մեջամտությամբ, այլ մարդկանց սրտերի մեջ նոր սկզբունքներու ներդրմամբ։ Մենք նոր մարդ պետք է դառնանք։ Եկեղեցին գարիք ունի հավատարիմ քաղաքների եւ հեսուներու, որ այսօր մենք անոսը մենք կրնանք լալ, որ պատրաստ են հավերական կյանքը ընդունել Աստծո բարձ հնազանդության պայմաններով։ Մեր եկեղեցին ծայրներու լուրջ կարիք ունի, աշխարհը մեր թաշտն է, ավելանիշները կսպասվեն քաղաքները եւ գյուղերը, որոնք կգտնվեն գրաբաշխության ավելի խոր աստիճան տակ, քան արևելքի հեթանոսները, որոնք երբեք չեն լսած ճշմարտության լուրը։ Ճշմարիտ ավերածական հոգին գլկե եկեղեցիները, որոնք կանչված են վեհակույն կարևորության սկզբունքի մեջ։ Անոնց սրտերը այլևս չեն վառվիր հոգիներու հանդեպ սերեն եւ իրենց Քրիստոսի հոտ առաջնորդելու փափակով։ Մենք դվիդված ծառայողներու գարիք ունենք։ Միթե չկա մեկը, ով գարձականքի ամեն թաղամասեն բարձրող աղագին, անցիր եւ օգնիր մեզի։ Աստված այսօր մեզի կգան չէ եւ գսե որու ղրգեմ։ Եվ մենք կրնանք ասել ահա ես, զիս ղրգե։ Ոչ մեկ բան չես կնարնել, գրնաս աղոթել, հեռացայինդ կրնաս կործածել, որպես զենք հեռախոսով տելեֆոն աղոթելու համար, մարդոց համար, ովքեր որ աղոթքի գարիք ունին։ Ուրիշ բան չես կնարնել։ Թուրին արջևը թուրսը գնաս նստել եւ քրել, ասել ծրի աղոթք, գաղոթեմ ցեզի համար, ծրի օրեն։ Ես եկեղեցիները գամ, որ երբեմն փողոցեն գասեմ գտեսնամ, որ թուրսը նստած են եւ գսեն աղոթք կուզես հրամե։ Դրամով չէ, ծրի է։ Գնաս Աստծո ծառայել։ Սուրբ Հոգին քեզի գնա կործածել եւ առաջնորդել, երբ որ իր մեր խնդրես։ Շնորհակալ եմ ծրոշան համար, մինչև որ Տերը նորեն մեզի հանդիպեցնե, Տերը օրհնեցես եւ բահեցես իր փառքին համար։ Ամեն։